Հայկական թվային համակարգ, հնագույն թվային համակարգ, որը հիմնված է հայերենի այբուբենի տառերի վրա։ Այս թվային համակարգը օգտագործվել է հայերի կողմից հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայում են հազարամյա պատմական հուշարձանների պատերին պահպանված փորագրությունները։ Ներկայիս Հայաստանում կիրառվում է արաբական թվային համակարգը, սակայն հայկական թվերը նույնպես կիրառելի են, հիմնականում եկեղեցիների և այլ շինությունների կառուցման կամ որևէ հիշարժան օրվա մասին արձանագրության տեսքով։ Հուշարձաններ ուսումնասիրող մասնագիտական գրականության մեջ տարեթվերը նշելիս երբեմն հեղինակները օգտագործում են հայկական թվային համակարգը։ Այն կիրառելի է նաև թագավորների, միապետերի, կրոնական առաջնորդների անունների գրելաձևում, օրինակ, Գարեգին Ա նշանակում է Գարեգին առաջին, հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս։ Հայերենի այբուբենում վերջին Օ և Ֆ տառերը ավելացվել են 12-րդ դարում արաբական թվերի կիրառության տարածումից հետո և այդ իսկ պատճառով նրանց թվային արժեքներ չեն վերագրվել։ Հայկական և համաշխարհային պատմագրության մեջ ընդունված է միևնույն անունով մի քանի թագավորներին տարբերելու համար օգտագործել կարգահամարներ։ Օրինակ, Տրդատ Ա նշանակում է առաջին Տրդատ, Տրդատ Բ նշանակում է երկրորդ Տրդատ, Արտաշես Ա, Արտաշես Բ, Արտաշես Գ և այլն։ Հին հայկական գրային ավանդույթ։ Հայերենում դեռ վաղ միջնադարից ընդունված էր տառերը օգտագործել որպես թվեր, հայոց այբուբենի յուրաքանչյուր տառ ուներ թվային նշանակություն, օրինակ Ան առաջինը, Բ-ն երկրորդը և այլն, մինչև Ք-ն 9000-ը։ Թվի փոխարեն տառ օգտագործելը ավելի պատմական մեծագույն երանգ է տալիս, ավելի է ազդեցիկ ասել Արտաշես Բ-ն, քան Արտաշես երկրորդ։